Ճիշտն ասած գրանցվել է ելույթի, որտեվ բաց թողեցի հարց տալու հնարավորությունը եւ նախ եւ առաջ ուզում եմ սկսեմ երկու հարցից, մի քիչ տեխնիկական տրանսպորտի վարչության պետին է ուզում ուղղել հարցս, այդ հարցով զանգելն եմ վարչություն, տենց ոնց որ հետ զանգ չեմ ստացել, այստեղ չի, չէ, ոնց որ, հա, Արցախի փողոց 32 շենք, այնտեղ բնակիչներ կան, շատ ամայի վայր է, տրանսպորտի վիճակը լավը չի, միայն Դավիթբեկ գնացող, վերջապես ես ուրախ եմ, որ Դավիթբեկ փողոցի վրա այդքան ուշադրությունից հետո ամեն դեպքում իմ անքը վերականգնվում է, այնտեղ աշխատում են հարյուրավոր մարդիկ, հարյուրավոր, եթե չասեմ հազարավոր, մեծ զավոդներ են եւ այդտեղ գնում է քաղաքային տրանսպորտից երկու հատ գազել շատ վատ, նաև կա միջքաղաքային տրանսպորտ, որը որ չի հերիքացնում եւ այդ շատ կարեւոր է, որ այդ հարցը լուծվի, ես խնդրում եմ այդ չգիտեմ հանձնարարականը ոնց են դեռ, այդ մարդը ստեղ չի էլի, ես կուզեի անձամբ այդ հարցը իրան հնչեցնեի։ Երկրորդը ես կարևորում եմ մի հատ հարց, դա ճիշտ ասած շուտվանից է ուզում ասել, Ժորժ ջան, բայց քանի որ քաղաքական կրքերը թեժանում են, ինձ թվում է ավելի հրատապա, իմ համար անհասկանալի է եւ խնդրում եմ որպես զուտ ընկերական նշում մեր շենքի անվտանգությունը դա ընդունի, բանը պետք է աշխատի, մետալա իսկածելը, մարդիկ, ես միշտ վերջերս եմ սկսել, որտեղ ոչ մեկ չի անում, առաջ ես միշտ իմ գրպանները դատարկում էի, նոր մտնում էի քաղաքապետարան, ու միջև ծնգոցը չէր գալի, այսինքն զգում էի, որ ծնգոց չկա, դատարան նոր մտնում էի, բան, եւ իրերս վերցնում դնում էի գրպանս, այդ պրակտիկան շատ կարևոր է, դա անվտանգություն է, սա պետական հիմնարկ է ու պետք է այդ անպայման հաշվի առնվի անվտանգության բանը։ Երրորդը, սիրելի քաղաքացիներ, Աստված մեզ ազատի քաղաքացիական պատերազմից, մենք գնում ենք շատ վատ ուղիով, ես ցավում եմ, որ փոքր կուսակցություններ այս ընտրությունների արդյունքում չեն հաղթահարել շեմը, չեն մտել, որը որ իհարկե էականորեն մի քանի նույն թեկուզ հանրապետություն կուսակցություն ես անկեղծ ասում եմ, որտեղ պարզ է մենք հարցեր ունենք տարբեր ու այնպես էլ այդ հարցերը միշտ մնալու է, բայց ասենք այդ փոքր կուսակցությունները ուրիշ օրակարգ էին բերում, նույն ասենք Արամ Սարգսյանը խոսում էր բանի, բազալտե մալուխների արտադրություն, այսինքն դու ուրիշ որակական խոսակցություն ես ստանում, այս թայֆա, այս չգիտեմ, այս ինչը որ նոր եղավ, շատ վատ է, հարգելի քաղաքացիներ, ու այդ ընտրությունը ես ցավում եմ, որ հենց այդպես է դասավորվել, որտեղ ոչ ԿՊ-ն, ոչ իրենց կողմից նշված կամ ընդհանրապես մեր կողմից էլ ճանաչած, եթե նախկիններ էլ կան նախկինները եւ այլ այդ բազարը, որը որ պարլամենտում էր, որ 5 տարի էլ շարունակվի, մենք շատ վատ վիճակում ենք լինելու, դրա համար եմ ասում, Աստված մեզ ազատի քաղաքացիական պատերազմից։ Ես ինքս քաղաքական ելույթներս ընտրություններից ավարտից հետո որոշել էի չանել, դրա համար կենտրոնացել եմ տեխնիկական հարցերի, բայց պարոն Խաչատրյան, հիմա ձեր վերջի ելույթն էր ավականու բանում, կազմում, պիտի գնաք ԱԺ-ն մասնակցեք, հələ չգնացած արդեն այդ ԱԺ-ի բարքերը ձեր բացեցիք, այդպես չի լինի, էլի, պարոն Խաչատրյան, նորմալ իր համար, նորմալ նիստեր գնում էր ընդ ինչ-որ ձեր մուխը, բան, հա, որ մի հատ է սև ծուխա մարդիկ մատնանշում են, այո, տեխնիկական հարցա սև ծուխա պետք է մատնանշեն, բայց ինչ մարեն ժողովրդի իրանց ընտրել։ Այսքանը ես կոչ եմ անում զսպվածության ու պետական մտածողության։ Պարոն Փամբուխչյան, կներեք իհարկե, նաև ձեզ էլ վերաբերվում, որպես նիստ վարող ավելի հանդարտեցնող դեպք ունենք։ Ինչ վերաբերում է մի բանը շատ կարճ 20 վայրկյանով ասեմ ու всё։ Պարոն Գրիգորյանին արձագանքեմ, այո, մեր ձայները կտրուկ պակասել են, բայց նայեք նաև ձեր ձայներին 21 թվականից 18 թվականին ինչով եք եկել, 26 թվականին նույնիսկ ԿՊ-ն ձայների, քվեների այդ աստիճան մասնակցության դեպքում, որը որ համեմատ ավելի լավ է, 50% չեք կարողացել հավաքել, այդ էլ նկատի ունեցեք։ Պարոն Թորոսյան, ձեր կոչը տեղին կլիներ, եթե ընտրակաշառք բաժանող պետական դավաճանության մեջ մեղադրվող
մարդու ցուցակի անդամները տեղից չբարբաջեն։ Իրենք պետք է լռեն հավիտյան, իրենք պետական դավաճանության մեջ մեղադրվող ցուցակի մեջ են գտնվում մարդու, իրենց լիդերն է, իրենց առաջնորդն է, եւ այդ դեպքում, երբ որ փորձում են տեղից ինչ-որ բաներ բարբաջել, այդ պարագայում արդեն որոշակի տեղի կատարել։ Ես ներողություն եմ խնդրում երևանցիներից եւ բոլոր հայաստանցիներից, գուցեև, բայց պետքա բոլոր հայաստանցիներ եւ երևանցիները իմանան, որ մարդիկ, որ տեղից խոսում են, իրենք մեղադրվում են, իրենց լիդերը մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Դրանից առավել վատ հոդված Հայաստանի Հանրապետությունում մի քանի հատ կարելի է հաշվել։ Օրինակ Խադարկովսկին է Ռուսաստանում է պետական դավաճանության մեջ։ Նատալիա Սինորյան։ Կներեք մի վարքյան, երբ որ դատարանը կապացուցի, ես համաձայն եմ։ Ես չեմ ասում պետական դավաճան, ասում եմ մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Պարոն Թորոսյան, Նատալիա Սինորյան։ Առաջիկայում ինձ թվում է, որ դուք կլինեք